Մոսկվան եւ Վաշինգտոնը շարունակում են շփումները տարբեր ուղիներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Վաշինգտոնի հետ շփումները շարունակվեն։ Միացյալ Նահանգները շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել ուկրաինական կարգավորման համար։ Ռուսաստանը շնորհակալ է դրա համար, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով ռուսական բանակի ամենօրյա հարձակումները պատասխան են Կիևի գործողությունների, այն ամենն, ինչ տեղի է ունենում հատուկ ռազմական գործողության շրջանակներում, այն ամենը, ինչ մեր զինվորականներն անում են ամեն օր, պատասխան է Կիևի ռեժիմի գործողություններին, որն այժմ ձեռք է բերել ահաբեկչական ռեժիմի բոլոր հատկանիշները, լրագրողներին ասել է Պեսկովը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիան հայտարարել է, որ անընդունելի է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարձակումները նույն հարթության վրա դնելը։ Նախարարը նշել է, որ ռուսական հարձակումն ուղղված է եղել տարբեր քաղաքների վրա, վնասվել են բազմահարկ շենքեր, էներգետիկ ենթակառուցվածքներ, կան զոհեր եւ վիրավորներ։ Ուկրաինան հարվածում է օրինական ռազմական թիրախների, որոնք օգտագործվում են մեր երեխաներին ռմբակոծելու համար։ Ռուսաստանը հարձակվում է բնակելի տարածքների, քաղաքացիական անձանց ու կարևոր ենթակառուցվածքների վրա։ Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն, նշել է արտգործնախարարը։ Անդրեյ Սիբիան նշել է, որ Ռուսաստանի գիշերային հարձակումները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ Մոսկվայի վրա միջազգային ճնշումը պետք է հնարավորինս արագ մեծացվի։ Ռուսաստանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունները խորհրդակցություններ են անցկացրել։ Կողմերը քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման հարցերը։ Մինչև այս հանդիպումը տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հանդիպումը։ Կողմերը հանդիպումը գնահատել են օգտակար ու անկեղծ եւ պայմանավորվել հետագա շփումների շուրջ։ Լիխաչովը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջնորդությամբ։ ԱԵԿ-ում գործակալության ներկայությունն անհրաժեշտ է աշխարհին կայանի իրավիճակի մասին տեղեկացնելու համար։ Դա կարևոր է ապատեղեկության դեմ պայքարի համար։ ԱԵԿ-ի 6 էներգաբլոկներից 4-ը լիցքավորված են ամերիկյան արտադրության վառելիքով եւ Ռուսաստանը պատրաստ է ինչպես շարունակել դրա օգտագործումը, այնպես էլ անհրաժեշտության դեպքում այն վերադարձնել մատակարարներին, հայտարարել է նա։ Ռուսաստանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջև միջգերատեսչական խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Մոսկվայում այս տարվա փետրվարի 7-ին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը համագործակցում է Գազայի հատվածում Համաս շարժման դեմ հանդես եկող պաղեստինյան մի քանի ուժերի հետ։ Լրատվամիջոցները նկատում են, որ այս հայտարարությունը դարձել է անկլավում գտնվող զինված պաղեստինյան խմբավորումներին Իսրայելի աջակցության առաջին պաշտոնական խոստովանությունը։ Իր ելույթում այլ մանրամասներ Իսրայելի վարչապետը չի հայտնել։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի կողմից Գազայի զինյալների գործողությունները փրկում են անկլավում կռվող իսրայելցի զինվորների կյանքերը։ Մերի Ներսիսյան, լուրեր։